Մարդկանց համար երգ ես գրում ու ստանում ես նման մեկնաբանություն։ Ես որ նոր էի սոցիալական մեդիաներում եւ այլն, մոտ մի 2 տարի է որ ակտիվ եմ իրական սոցիալական մեդիաներում, ամեն ինչ սկսվեց YouTube-ից, YouTube-ում, որտեղ կարող ես մեծ տեսահոլովակներ դնես, ես այնտեղ շատ playlist-ներ ունեմ անգլերեն զրոյից եւ այլն տարբեր թեմաներով։ Եվ ուրեմն մտնում ես ուրիշների կանալներ, տեսնում ես մեկը ոչ մի խիղճ չկա, այդ մարդկանց ոչ մի վատ բան չեն գրում, իրանք լիքը հավաքում են view-եր ու ինքնագնահատական սկսում է մի փոքր իջնել, մտածում ես կասկածում ես արդեն քո վրա, տիպը ինչն է իմ մեջ մի բան է, ինչի դեմքս մի բան է, ինչի կամ ինչն է իմ մեջ ինչ որ մի բան, որ ինձ ասենք վատ բաներ են գրում կամ ուրիշներին, տես բան չկա։ Բոլորին իրական վատ բաներ են գրում։ Ես ինքս անձամբ եղել եմ տեսահոլովակ եմ նայել, ասենք մեկնաբանությունը 100 հատ է, մեկը 100 մեկնաբանությունից մնացել է 10 հատ։ Ուղղակի այդ մեկնաբանությունները ջնջում են։ Մարդիկ կան, որտեղ իրանք ջնջում են իրանք մեկնաբանություն, չեն ուզում որ վատ մեկնաբանություն լինի իրանք էջում։ Ու մարդիկ կան, ոչ թե իրանք տեսահոլովակներն ասենք հետաքրքիր, իրանք ուղղակի գովազդ են միացնում իրանք տեսահոլովակների վրա, որտեղ նայում ես ասենք անհետաքրքիր տեսահոլովակ, ոնց կարա այդ հավաքի ընդհանրապես view։ Ես նույնիսկ փորձի համար նույն տեսահոլովակը, ներկա տեսահոլովակ եմ վերցրել, նույն տեսահոլովակը հանել եմ ու ասենք մոտ 1000-2000 view, այդ մարդու մոտ ասենք 100,000, 200,000 կամ եւ այլն։ Այդ ուրեմն գովազդ է միացված, ես ինքս անդրադարձել եմ, որ այդ տեսահոլովակների վրա գովազդ է միացված։ Այս ուղղակի ասում եմ քո ինքնագնահատականի համար, որ երբեւե որ տեսնում ես ինչ-որ մի տեսնում ես ուրիշ բլոգերներին ու տեսնում ես որ իրանք խիտ չունեն, մեկը քեզ ինչ-որ մեկը մի վատ բան է գրում, հանկարծ չմտածես, որ մենակ քեզ են գրում։ Դες բան չկա։ Կա մի տեսակի մարդիկ, որոնք իրանք վատ բաներ գրելու համար, այդ իրանք սիրում են դեն, չգիտեմ, այդ իրանք ոնց ասում են it's their nature։ So պետք չի ընդհանրապես նեղվել դրանից ու այդ մարդիկ գրում են բոլորին։ Իրանք համար բացարձակ կապ չունի։ Քեզ են գրելու, այնուսին են գրելու, իրանք տխուր մարդիկ են։ Իրանք այդ ձևի են, ուրիշ փոխել չինի։ Եթե ընդհանրապես ոչ այդպես մարդ կա, որ hate չի ստանում, ուրեմն մի բան են չի։ Եթե տենց մարդ կա, որ hate ընդհանրապես չի ստանում, մի բան են չի։ Հիշեք Հյուսեյն Կորեայի պատմությունը, եթե մի բան են չի, ուրեմն եթե hate չկա, ուրեմն մի բան են չի։ Եթե Հյուսեյն Կորեան կարա գիշեք։ Դες բան չկա։ Եթե ինչ-որ բացում ես կամ hate ես ստանում, հիշի որ բոլորն են ստանում, ուղղակի մարդիկ կան ջնջում են, մարդիկ կարան իրենց սպոնտերի համար, ասենք, ուղղակի վիդեոն դնեն գովազդ ու իրականում այդ գովազդ որ դնում են, ես որ նայում եմ իրանց էջը, դիտելով հասկանում եմ, որ իրանք դրանից եկամուտներ չեն ստանում, իրանք ավելի շատ այդ անում են ոնց որ իրանց ներքին բաների համար, ոնց կլինի, ասենք, ես քիչ view հավաքեմ եւ այլն, բայց հանկարծ չանեմ, կամ ասենք մի քիչ like են հավաքում, like-ին են փակում, հանկարծ չերևա որ քիչ like են ստացել եւ այլն։ Այդ դեռ sense անիմաստ բաներ են, ոնց որ ինքնավստահ, եթե գիտես լավ բան ես անում, ուրեմն գնա առաջ։